Սիրելի հայրենակիցներ, ողջույն, այսօր խոսելու եմ պարլամենտում վերջին կառավարություն եւ ազգային ժողով հարց ու պատասխանի մասին։ Դուք տեսաք, թե ինչ էր կատարվում, բազմաթիվ նամակներ ենք ստանում, պարոն Մարուքյան, դուք պատգամավոր եք եղել շուրջ 9-10 տարի, ինչ կարծիք եք, ինչ է կատարվում, ինչ են գորգռում իրար վրա, համբալ, դավաճան, շպիոն, չգիտեմ ինչ բան։ Ես ուզում եմ գալ ակունքներից։ Եթե դուք հիշում եք 21 թվականին, երբ որ պարլամենտը ցրվում էր, ես ելույթ ունեցա եւ ասացի, որ սիրելի հայրենակիցներ, մի կատարեք այնպիսի ընտրություն, որ ձևավորեք նախկիններից ու ներկաներից պարլամենտ, որտեղ նախկինները ասելու են դուք դավաճան եք, ներկաներն անձասելու են դուք թալանչի եք եւ այդպես։ Ես ասեցի, եթե այդպես ընտրեք, դա է լինելու։ Արդեն 4 տարի է, մենք դա ունենք պարլամենտում, ծեծ, ջարդ, բան, բայց այս վերջին հարց ու պատասխանից շատ հետաքրքիր է։ Տեսեք, ընդդիմադիրները վարչապետին ասում են, ուր է անիվ հիմնադրամի փողերը։ Ինչ ա եղել անիվ հիմնադրամի փողերին, էլի։ Եվ ամեն նիստին Աննա Գրիգորյան, եթե չեմ սխալվում, падգամավորը ամեն նիստին գրեթե այս հարցը բարձրացնում է, իրապես շատ լավ աշխատող падգամավոր է, Հայաստան խմբակցությունից երևի միակ աշխատող падգամավորը, եւ նրան նա ըստ էության հունից դուրս է գալիս վարչապետը եւ սկսում է գորգռալ, բան մամուլի միջոցների ինֆորմացիան էական չի, որ մամուլով լինի ձեզ պետք է կախել եւ այլն, դե Հայաստանում մամուլը գիտեք հայտարարակ վիճակում է, դա չենք քննարկում եւ այդ նույն մամուլի մասին խոսելիս նույն վարչապետը ասում է հպարտանալու բանը, որ Հայաստանը մամուլի ազատությամբ 34-րդ տեղում է, ինչ կա թե հպարտանալու, եթե ձեր ասած մամուլը սուտ է գրում, այսինքն համասում եք սուտ է գրում, եթե մամուլի միջոցով լինի պիտի կախենք մարդկանց, համասում եք հպարտանում ենք այդ մամուլով, այդ սուտ կեղծ այդ մամուլով եք հպարտանում, եթե այդպես է։ Եթե հպարտանում եք, ուրեմն մամուլի ամեն գրածով պետք է քրեական գործառույթ բռնեք մարդկանց։ Բայց այստեղ կարևորը որն է, սա սովորական մամուլի մասին չի։ Հետքը այդ այն մամուլը չի, որ ինչ որ կուսակցական, քաղաքական, նախկինների, ներկաների փողերով աշխատող մամուլ լինի։ Ոչ, հետքի բացահայտումը դա մի բացահայտում է, որ հենց այդպես է։ Եվ հենց այդ դրանով պետք է քրեական գործառույթ եւ հարուցումել են եւ գնալ բռնել, ազատազրկել, փողերը հետ բերել եւ այլն։ Հիմա միլիարդավոր դրամներ լափվել են անիվ հիմնադրամում, մարդիկ ասում են, պարոն վարչապետ, բա ուրա մի հատ մեղադրյալ չկա, բան ինքը ասում է, դուք շպիոն եք, շատ լավ եղբայր, շատ լավ։ Էլի թող շպիոն լինեն, եթե այդպես է, էլի, բայց քեզ ուրիշ բան են ասում, քեզ ասում են փողերը ուրա, ով է լափ է փողերը, ինչի չկա մեղադրյալ, ինքը ասում է, չէ, դուք շպիոն եք, ախր դա մեկը մյուսի հետ կապ չունի, չկա կապ դրա միջև։ Հիմա եթե իրանք շպիոն են այդ փողերը պետք է դուք լափեք, ես չեմ հասկանում դրա իմաստը։ Հետո այդ համբալ բան, սիրելի հայրենակիցներ, ովքեր դիտում են, հիմա ես մի խնդրանք ունեմ։ Ով է տեղյակ, ում էր ասում վարչապետը, Սևանի ափին, դու ով ես Սևանի ափին տուն ունենաս։ Դու ով ես Սևանի ափին տուն ունենաս, այ համբալ, բան այնտեղ համբալ դեմը չի երևում, այն մյուս կողմը չենք տեսնում, համբալը ով է, Սևանի ափին տուն ունեցող ով է, անհասկանալի է, բայց որ ասում է, ուրեմն կա նման բան։ Այդտեղ ուրիշ բան ա գալիս, դե ինքը վարչապետն է, կադաստրը իր մոտ է, քննչականը իր մոտ է, ԱԱՑ-ն իր մոտ է, բոլոր ղեկավարնիկները տեսնում է։ Այսինքն իմ մոտ տպավորություն կար, վարչապետը գալիս աշինիստերին կադաստրի վկայականներով, թե ով որտե տուն ունի, գարաժ ունի, ինչ ունի, բան ու այդ թեմաներով ով ինչ ասում է գոռում, այ թալանչի, այ վազակ, այ համբալ, այ շպիոն, բան, հա ու հիմնական թեմաները չեն քննարկվում, եւ ցրվում են եւ տարալուծվում են։ Հիմա այս խնդիրը ժողովուրդ ջան, ոնց պետք է լուծել։ Սա մասին նախապես ուշացրել եմ, դուք չեք լսել, դուք ընտրել եք այս պարլամենտը, գնացել եք ընտրական տեղամասեր, ընտրել եք 3 մարդու՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Կամ թակարակը Նիկոլ Փաշինյանին, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Հիմա ոնց այդ երկու ուժերը, այսինքն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, հակակշռեն եւ փոխզսպեն Նիկոլ Փաշինյանի քաղաքական մեծամասնությանը, եթե իրանց վրա քրեական գործեր կա, եթե իրանք իշխանություն են եղել ու իրանց դեմ եղել է հեղափոխություն, ժողովուրդը փողոց ամսակել, իրանց մերժել է։ Հիմա իրանք ոնց իրանց մերժած ուժին հակակշռեն, ոնց մի ուժի հակակշռեն, որին ասել են Նիկոլը ճիշտ էր, ես էի սխալ, Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, դա ինձ հետո ինչ խոսան, ինչ ասեն, բայց դուք գնացել եք ընտրել իրանց։ Դուք գնացել եք ընտրել իրանց, հիմա կասեն, վայ ժողովրդին եք մեղադրում, հա ուզում եք ձեզ ընտրենք, բան, հա, ասենք թե հա, կամ ուզում ենք մեզ ընտրենք, մենք էլ ենք մասնակցում, ուրիշներին ընտրենք, այ ախպեր, բայց ընտրել եք մի մարդկանց խմբի, ովքեր չեն կարողանում ընդդիմության գործ անել։ Հիմա հաջորդ հարցը տամ, լավ,
ընտրել եք որ իշխանություն լինեն, չէ՞։ Ավելի վատ։ Եթե ընտրել եք որ իշխանություն լինեն, ու այդ մարդիկ արդեն իշխանություն եղած ժամանակ թալանել են ձեզ։ Ինչի եք ընտրել որ էլի իշխանություն լինեն։ Եթե ընտրել եք որ ընդդիմություն լինեն, ընդդիմություն չեն կարող, որովհետև խոցելի են։ Առաջին օրից ծեծ են ուտում, առաջին օրից իրաց քրեական գործերով կռիվների մեջ են, կաշկանդված են, խոցելի են, կաշկանդված են, ել ո՞նց բացատրեմ ձեզ։ Հիմա պետք է ասեք, հա կռիվը միշտ է կռիվ եղել, հա միշտ է կռիվ եղել, միշտ է էմոցիա եղել, պարլամենտներում ամբողջ աշխարհի դա լինում է, դա կա, դա լինելու է, ես դրա դեմ բան չունեմ։ Էմոցիա, կռիվը, խոսակցությունա, կլինի այդ ամեն ինչը։ Բայց ուրիշ բան կա, նայեք, հիշում եք իմ եւ Սասուն Միքայելյանի միջև վեճը։ Սասուն Միքայելյանը ինձ խփեց, ես ոտքով հարվածեցի Սասուն Միքայելյանին։ Եվ տալարնելիք չկա, այսինքն ինչ տեղի ունեցել բոլորի աչքի առաջ ա եղել, ճիշտ է։ Անցած գնացած պատմություն է, բայց այսօրվա ձեր ընտրած ընդդիմությունը առաջին օրից միայն ծեծակեր է, քանի անգամ ենք սրա մասին խոսել։ Դուք տեսած կաք որ ընդդիմադիր падգամավոր գոնե կարողանա ինքը իրան պաշտպանի։ Եթե մարդիկ իրանք չեն կարողանում պաշտպանել, լավ Սասուն ինձ խփեց, ես իրան։ Ես ինձ կարողացա պաշտպանեմ։ Եթե մարդիկ իրանք չեն կարողանում պաշտպանել, հա ձեր շահերը ո՞նց են ներկայացնելու։ Եվ ինչի եմ սա ասում։ Հիմա պետք է ասեք, բա ասում որ ինքը ընտրվի, այ ախպեր ջան, ինձ արդեն չեք ընտրել։ Ասում եմ, որ դասեր քաղեք դասերը, քաղեք, ձեր աչքի առաջ է։ Մի զարմացեք, որ ասում է համբալ, Սևանի ափին տուն ունես, դու ով ես Սևանի ափին տուն ունենաս։ Մի հատ խնդրում եմ, գրեք, ով է որ Սևանի ափին տուն ունի, ես չգիտեմ։ Անկեղծ չհասկացա այդ ում մասին, չի երևում են մյուս կողմը։ Ում էր ասում համբալ, ում էր ասում Սևանի ափին տուն ունեք, բան։ Դե շպիոնը պարզ է, շպիոնը գիտենք ում մասին է, ում են ասում։ Շպիոն։ Բայց կոնկրետ մարդուն հարց են տալի, ասում են, այս կոռուպցիան, այս պետական պարտքը բան ինքը ասում է, դուք շպիոն եք, դուք համբալ եք, դուք Սևանի ափին տուն ունեք, թալանչիներ եք, հա, KGB-ի падվալներն են ձեզ լցնելու, ժողովուրդ։ KGB-ի падվալ տերմինը ինքը սովետական է, ինքը խորհրդային է, ինքը բռնատիրական է։ Հիմա այս ինքնիշխան Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանող մարդկանց ուղեղի մեջ դեռ KGB-ի падվալ կա, հասկանում եք, KGB-ի падվալի մեջ, падվալ KGB-ի, այսինքն ինչ է տեղի ունենում, որ այն ինչ որ խոսում է կեղծիք է։ Այս նույն տրամաբանությամբ, նույն ավտորիտար մտածողությամբ բաներն են, մարդիկ են, նույն խնդիրները մենք ունենք։ Լսնեմ KGB-ի падվալը, բան ես բայց ասենք գիտեք, չէ՞ ասենք, օթա, ասենք, ում են լցրել KGB-ի падվալը, ինչ են արել։ Ում են լցրել KGB-ի падվալը։ Մոռացել եք նեմեզ ռուբոնները, ասում են կոշիկներս սրբեմ ձեր վրա, տոլի կոշիկներս սրբելու եմ ձեր վրա, տոլի սրբում եմ ես ձեր վրա կոշիկներս։ Ու տենց գնաց Սիուն թռավ, գնաց Ռուսաստանի, հիմա Մոսկվայում ապրում։ Դուք եք KGB-ի падվալ լսնողը։ Բացի Հավվայի խոսալուց, sense գորգռալուց, այս ուրիշ ինչ կա, ոչ մի բան չեք կարող անել։ Այսինքն մի կողմից իշխանություն ունենք, որ դատարկ խոսում, հա, դատարկ, անթիրախ, անբանալ խոսքի, ով է շպիոնը, թե շպիոնախի չեք բանանում, ով է համբալը, ինչ Սևանի ափի տուն, 7 տարի է Սևանի ափին, եթե տուն կա, գնայիք պետականաստեիք, ինչ եք եկե Հավվայի Սևանի ափի տուն։ Այս իշխանությունն է ձեր ընտրած։ Այն մյուս կողմից է ձեր ընդդիմությունն է, որը ոտից գլուխ խոցելի է։ Մի քանի մարդ կան, ասենք Աննան, չգիտեմ, մեկ հոգի մարդ կարող ալնեն, որ խոցելի չեն։ Մնացածը բան, ոնց պատտվեն, ասենք բանա, կալանավորման միջնորդությունը պատրաստ է։ Դրա համար ինչ պետք է անեն։ Մենք եկել են impeachment-ին չեն միանում, հա, Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ։ Հա 10,000 մարդիկ փողոց լցված, որ պետք է impeachment-ի փաստաթուղթ պատրաստեն, փախան սա, վախեցան, ու թե բոլոր իրա քրական գործ կա։ Ժողովուրդը փողոցը impeachment չեն նախաձեռնել։ Իմի ժողովուրդ չկա, ոչ մի բան չկա, իրանց նայող չկա, աջակցող չկա։ Զրո է իրանց հանրաջակցությունը, առավոտից զիգու խոսում են impeachment-ը պետք է մենք impeachment անենք, ձեռ եք առնում։ Impeachment-ի ժամանակ ես դուս եք ասեցի Ժորժ ջան, մեխանիզմը սա, sense պետք է անենք, sense պետք է անենք, sense պետք է անենք։ Արեցիք դուք impeachment։ Երկու ֆրակցիաով ասում են մենք տեխնացու չունենք վարչապետի։ Ժողովուրդ դուք ընտրել եք ուժերի, որոնք վարչապետի տեխնացու չունեն։ Որ վարչապետի տեխնացու չունեն, ուր եք ընտրել այդ ուժերին։ Ուր եք ընտրել բերել խորհրդան այդ խոցելի մարդկանց, որ ձեր վայր կճաս հարկերից 1 միլիոն դրամ ստանան, գործուղումների գնան ու տեն խմեն, քեֆանեն։ Ալենի հետ գնան ստենդը նկարվեն։ Այս ուղղակի բան ասում եք, բա դու ես պարլամենտը մեղե, կարծիք ասա, մի հատ դու ինչ ես մտածում, մենակ այնտեղ գոռում էր համբար, մենակ նրան ասեց շպիոն, այն մեկին ասեց Սևանի տունը, էս եմ մտածում, լսեցիք։ Էմի լսեցիք ինչ եք մտածում։ Դե գնացեք վայելեք ձեր ընտրած պարլամենտը, ինչ եք ուզում մեզանից։
Այնօր է մեկը գրել, ասում է Վանաձորում պետական տրանսպորտ չկա։ Հետո Վանաձորով զբաղվում էինք, ում եք գնում դուք ընտրում։ 5 տարի գիշերցել եք Վանաձորով զբաղվում էի, որպես Վանաձորի падգամավոր։ Այսօր Վանաձորը падգամավոր չունի, ոչ մի բան չունի, ինչ եք խոսում։ Մարդ գիտեք, որ Վանաձորի падգամավորն է, կարակ Վանաձորի հարցով գնաք դիմեք։ Գիտեք դες մարդ։ Դուք եք ձևավորել, դուք եք այս ամեն ինչի աղբյուրը։ Դեռ սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Ժողովուրդն է ձևավորում իշխանությունը։ Եվ այսօրվա անդիմությունը իշխանության մաս է, ցանկացած անդիմություն պարլամենտական իշխանության մի հատվածն է։ Դուք եք ձևավորել այդ իշխանությունը։ Մի գնացեք ընտրեք 50 հատ քրեական գործը վրան մարդկանց։ Մի գնացեք ընտրեք մարդկանց, ում վրա 50 հատ ապօրինի գույքով process կա։ Այդ մարդը կաշկանդված է, ինքը իր շահերն է ուզենալու պաշտպանի, լռելու է, սուսամանալու, ձեր շահերը չի պաշտպանելու։ Վերջում է գալու եք ասեք, բա ինչ անենք։ Էս է իրավիճակը։ Ինչքան կարելի է նույն բանը ասել։ Դասեր քաղեք, լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։